1945 թվականի ապրիլին Խորհրդային Միության զինված ուժերի գլխավոր հրամանատարությունը ծրագրեց իր ծավալներով ու թափով նախադեպը չունեցող մի օպերացիա, որը պետք է վերջակետ դներ համամարտկային պատմության մեջ եղած ամենաաղետալի եւ կործանարար պատերազմին։ Ըստ այդմ, նախատեսվում էր շրջապատել ու գրավել նացիստների վերջին ու գլխավոր հենարանը՝ Բերլինը։ Քաջատեղյակ լինելով, որ Գերմանիայի մայրաքաղաքը եզերված է գործնականում անանցանելի պաշտպանական գոտիներով եւ գերազանց պատրաստված երկարատև դիմադրության, Գերագույն հրամանատար Յոսիֆ Ստալինը այնուհանդերձ պահանջում էր զորահրամանատարներից այդ օպերացիան իրականացնել ամենակարճ ժամկետներում։ Արևմուտքից Բերլին էին մոտենում դաշնակիցների զորքերը, եւ Ստալինը քաղաքական նկատառումներից ելնելով ոչ մի պատրվակով չէր ուզում կիսել նրանց հետ ազատարարի առաջնության դափնին։ Մարշալ Գյորգի Ժուկովին չէր մնում ոչինչ, քան թեկուզ մեծ կորուստների գնով կատարել հրամանը։ Բերլինյան օպերացիան իրականացնելու համար ճակատային գծում տեղակայված զորքերը ենթարկվեցին ռոտացիայի։ Ժուկովի հրամանով հարձակման դիրքեր դուրս բերվեցին Կարմիր բանակի ամենամարտունակ զորամիավորումները։ Հենց դրանց էր վստահված հզոր պաշտպանական գոտիների ճեղքումն ու հակառակորդի վերջնական ջախջախումն իր որջում։ Սակայն տրամադրության տակ ունենալով մարտերում թրծված գերազանց ուժեր, բանակի հրամանատարությունը այնուամենայնիվ երկմտանքի մեջ էր։ Ում վստահել մշակված օպերացիայի ամենապատասխանատու փուլը՝ ֆաշիզմի սիրտն ու խորհրդանիշը հանդիսացող Ռայխսկանցելարիայի գրավումը։ Պաշտպանական կառույցներով գոտեվորված այդ շինությանը կարճ ժամկետում մոտենալու համար հարկավոր էր գործի դնել տանկային զորամիավորում, այնպիսի հմուտ ու խիզախ հրամանատարի գլխավորությամբ, ով անտեսելով բոլոր վտանգները, սառնասրտորեն կկատարեր առաջադրանքը։ Այլ կերպ ասած, հարկավոր էր մահապարտ, ով պատրաստ էր իր եւ իր ենթակա զինվորների կյանքի գնով մաքրել ճանապարհը թիկունքից շարժվող ուժերի համար։ Վերջապես մարշալների եւ գեներալների ընտրությունն ընկավ 39-ամյա մի հայ գնդապետի վրա, ում գլխավորած գվարդիական տանկային կորպուսը մինչև այդ աչքի էր ընկել մարտերում ցուցաբերած աներևակայելի սխրանքներով։ Այդ հայը վստահաբար կկատարի առաջադրանքը։ Նա վախ չունի, նա հնարամիտ եւ օժտված հրամանատար է։ Ժուկովը հաստատեց առաջադրված տեխնատությունն ու, ինչպես պարզվելու էր հետո, նա չսխալվեց։ Հաշված օրեր անց, երբ Ռայխսկանցելարիայի շենքի տանիքի ծխի քուլաներում արդեն ծածանվում էր կարմիր դրոշը, Յոսիֆ Ստալինը ստորագրեց մի հրամանագիր, համաձայն որի Բերլինյան օպերացիայի ընթացքում ցուցաբերած անձնական արիության եւ հնարամիտ գործողությունների համար առաջին տանկային բանակի 11-րդ կորպուսի հրամանատար, Խորհրդային Միության հերոս գնդապետ Համազասպ Խաչատուրի Բաբաջանյանին շնորհվում էր գեներալ-մայորի կոչում։ Պատմությունը բազմիցս ապացուցել է, որ բոլոր ժամանակներում անկախ հայության ապրած ծանր սոցիալ-քաղաքական, մշակութային ու տնտեսական կացությունից հայկական զենքի փառքը չի խառնել երբեք։ Նույնիսկ պետականության կորստի պայմաններում ռազմի ավանդույթները պահպանվում էին մշտապես եւ հայկական գենը անխափան ծնում էր մարդկանց, որոնց համար ռազմի արվեստը դառնում էր կյանքի կոչում։ Հաճախ օբյեկտիվ պատճառներով զրկված լինելով իրենց տաղանդ ու հանճարը սեփական ազգի պատմական խնդիրների լուծման գործումներ դնելու հնարավորությունից, նրանք կերտում էին օտար պատերազմների հաղթանակները։ Սակայն ինչպես պարզելու էր պատմության ընթացքը, նրանց այդ առաքելությունը ինքնանպատակ չէր։ Այդպիսով նրանք անխախտ պահում եւ հայ սերունդներին էին փոխանցում ռազմի ոգին ու ավանդույթը, ինչը հետո պատեհ առիթին պիտի ծառայեցվեր հայրենիքի ազատության նվաճման բարձրալի գործին, եւ դրա լավագույն ապացույցը եղավ Արցախյան հերոսամարտը։ 20-րդ դարում տեղի ունեցած մարդկային պատմության մեջ ամենամասշտաբային պատերազմը կրկին անգամ վերահաստատեց այն փաստը, որ հայերը իբրև զինվորականներ լավագույններից են աշխարհում։ Ցեղասպանության եւ սոսկալի հալածանքների ենթարկված ժողովուրդն ապացուցեց, որ իր նախնիների խիզախ ոգին ամենևին կոտրված չէ, որ նրանց ռազմի հանճարը կորսված չէ։ Այդ վկայեցին 100 հազարավոր հայ մարտիկներ իրենց արյամբ ու հայազգի մեծաթիվ զորահրամանատարները, որոնց հանճարեղ մտքին ու աննկարագրելի խիզախությանը շատ բանով էր պարտական խորհրդային երկիրը իր նվաճած փայլուն հաղթանակների համար։ Այդ զորահրամանատարների թվում իր ուրույն դերակատարումով աչքի ընկավ նաև Համազասպ Բաբաջանյանը, մի զինվորական,
ում վիճակված էր 5 տասնամյակի ընթացքում անցնել զինվորական կարիերայի բովանդակուղին, սովորական շարքայինից մինչև մարշալ։ Բացառիկ մի անձնավորություն, ով իր հոգում համատեղեց փառապանծ վեհությունը մարդկային լավագույն որակների, համեստության եւ ողջախոհության հետ։ Բաբաջանյանը համարվում է հայ ժողովրդի պանձալի զավակը, նրա հերոսը, նրա պայծառ օրինակը մեզ դեռ խաղաց մեր Արցախի հաղթանակում։ Մեր հետագա սերունդները պետք է ուսումնասիրեն այդ պատերազմների փորձը, մեր մեծերի օրինակը, որպեսզի մեր անկախության պայմաններում հույսը կապեն իրենց հետ։ Նա ծնվել էր 1906 թվականի փետրվարի 18-ին Ելիզավետպոլի նահանգի Չարդախլու գյուղում։ Նրա հայրը Խաչատուր Բաբաջանյանը սովորական գեղչուկ էր եւ իր ընտանիքը կերակրում էր հողագործությունից ու անասնապահությունից գոյացող համեստ միջոցներով։ Իսկ ընտանիքը մեծ էր։ Խաչատուր Բաբաջանյանն ուներ 3 որդի եւ 4 դուստր։ Խաչատուր Բաբաջանյանի ընտանիքում ծնվել են 7 զավակ, 3 տղա, 4 աղջիկ։ 1914 թվականին ընտանիքով տեղափոխվում են Թբիլիսի, որպեսզի կրթություն տա իրեն ժառանգներին։ Տղաներից Շահենը ընդունվում է Ներսիսյան դպրոց, տղաներից Շահենին թողնում է Ներսիսյան դպրոցում ուսումը շարունակելու, մի քանի տարի հետո Թբիլիսում անցկացնելուց հետո հայրենիքի կանչով հետ է վերադառնում Չարդախլու, զբաղվում են անասնապահությամբ, հողագործությամբ։ Ըստ էության, ոչ ծնողները, ոչ էլ հարազատները չէին էլ ենթադրում, թե ինչ մեծ ապագա է սպասվում Համազասպին կամ Համազին, ինչպես անվանում էին նրան բոլորը գյուղում եւ այդպես էլ շարունակելու էին կանչել միշտ։ Հայրը մեծ դժվարությամբ էր ծայրը ծայրին հասցնում։ Ուստի փոքրիկ Համազը դպրոցում ուսման հետ զուգահեռ օգնում էր ծնողներին տնտեսությունը վարելու գործում։ Արդեն փոքրուց պատրաստվելով այն իրողությանը, որ գուցե իր համար եւս սահմանված է գյուղում ընդմիշտ ապրելու եւ հողագործությամբ հաց վաստակելու ճակատագիրը։ Սակայն նախախնամությունը Համազի համար ընտրել էր այլ ճանապարհ։ Հայրը մի կերպ պահում էր իր ընտանիքը։ Նա շատ սիրում էր հանրապես դիր գրականություն։ Բաբաջանյանը միշտ ցանկացել է հայր միշտ ցանկացել է որդուն ուսման տալ եւ Բաբաջանյանն ինքն էլ ուսման ծարավ էր։ Վերջապես ընդունվում է գյուղի նորաբաց դպրոցը, ութնամյա դպրոց է եղել, Չարդախլու գյուղի հենց առաջին բացման ժամանակ Բաբաջանյանը ընդունվել է այդ դպրոցը։ Գավառային կոմիտեի երաշխավորությամբ նա մեկնում է ուսումը շարունակելու, ինչպես ինքն է գրում իր հուշերում, ասում իմ առջև դրված էր 2 նպատակ, կամ ռազմական ուսման ճանապարհով գնալ, կամ մանկավարժական աշխատանքի, այսպես կոչված ուսումնական գործընթացը շարունակել այլ ճանապարհով, բայց ես որոշեցի ռազմական ուսումնառության ճանապարհով գնալ եւ այդ հարցում խորանալ, քանի որ նրա քեռին նույնպես եղել է զորահրամանատար, զոհվել է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, իսկ պապը, մորական պապը, ինչպես ինքն է նկարագրում, եղել է գեներալի կոչում է ունեցել, մարտնչել է պատերազմում, բայց մինչև 1914 թիվը արդեն զորացրվել է։ Դեռևս նախորդ դարից Չարդախլուն հայտնի էր բնակիչների մեջ ամուր արմատավորված զինվորական ավանդույթներով։ Գտնվելով հյուսիսային Արցախի ամենածայրային հատվածում, որ սեպի պես մխրճված էր թուրքաբնակ շրջանների մեջ, այդ գյուղը մշտապես ստիպված էր աչալուրջ հետևել իր անբարեհաճ հարևանների պահվածքին եւ հարկ եղած դեպքում դիմել զենքի։ Թուրք-թաթարական հերոսակախմբերը մշտապես խանգարում էին Չարդախլուի հայերին ապրել ու հողագործությամբ հաց վաստակել։ Մեծ թվով չարդախլուեցիներ ծառայում էին ռուսական կայսերական բանակում եւ նրանցից ոմանք նույնիսկ արժանացել էին գեներալական կոչումների ու բարձր պարգևների։ Եվ իսկապես, ինչպես կարելի է չգնահատել նման զինվորականների, ովքեր պապենական ավանդույթներին հետևելով մարտի էին նետվում մեջքներին կրելով խաչազարդ պատանքներ, ի նշան այն բանի, որ իրենք մահապարտներ են։
Խորհրդային կարգերի հաստատումով գյուղը հնարավորություն ստացավ ազատ շունչ քաշել եւ չանհանգստանալ ադրբեջանցիների կողմից սպառնացող վտանգից։ Սակայն նախնիների մարտական ոգին եւ ռազմի ավանդույթները ոչ միայն անհետ չկորան, այլ ընդհակառակը դրսևորվեցին նոր ուժով։ Այդ է վկայում Չարդախլույում ծնված շատ հայորդիների անցած փառահեղ զինվորական ճամփան։ Չարդախլու գյուղը իր զավակների թվից Սովետ միության ներ պարգևելու մի ամբողջ բանակի սպայակույտ, այդ թվում գնդապետների, գեներալների եւ նույնիսկ երկու մարշալների։ Իրողություն, որով չի կարող հպարտանալ աշխարհի եւ ոչ մի բնակավայր, քաղաք ու մարզ։ Այդ մարշալներից մեկը դառնալու էր Հովհաննես Բաղրամյանը, մյուսը նույն ինքը Համազասպ Բաբաջանյանը, հողագործ Խաչատուրի տղան։ Համազասպը դեռևս փոքրուց էր ծանոթացել համագյուղացիների հերոսական անցյալին եւ նրա լսած անթիվ պատմությունները նախնիների սխրագործությունների մասին նպաստեցին, որ մանկան մեջ հետզհետե ամրապնդվի զինվորական դառնալու ցանկությունը։ Արդեն 19-ամյա Համազասպը կամավորագրվեց Կարմիր բանակի շարքերին եւ որոշ ժամանակ անց ուսումնառություն էր անցնում Անդրկովկասի ռազմահետևակային դպրոցում։ Հետաքրքիր հուշեր է պատմում Բաբաջանյանը իր ուսումնառության տարիներից նկարագրում է, թե ինչպես ինքը հասավ Երևան եւ ասում է մեծ դժվարությամբ Չարդախլուից նույնիսկ գումար չունենք 3 ռուբլով, ասում է մայրս մի կերպ խնայել էր, ծալել դրել բարձի տակ, ինձ տվեց, ապա համբյուրեց իբրև մեծ ճանապարհ ինձ դնում, ասում է եւ ես վագոնով, երկաթուղային վագոնով գնացի Թիֆլիս, Թիֆլիսից եկա Երևան, ասում է այդ երկար ճանապարհը, քան որ ուղիղ ճանապարհ անժամանակ ասում է անմիջական կապ չկար եւ պատմում է, թե ինչպես գումարը խնայելու նպատակով այսպես ապրանքային վագոնում են մտել, թաքնվել, իսկ հետո նրան վերահասկիչները գտել են եւ հանձնել միլիցիոներներին Երևանում։ 1929-ին նա ավարտեց դպրոցը եւ անմիջապես ծառայության անցավ Անդրկովկասի ռազմական օկրուգում որպես դասակի հրամանատար։ Երիտասարդ սպա Բաբաջանյանի ցուցաբերած փայլուն ընդունակությունները չէին կարող վրիպել հրամանատարության աչքերից։ Ուստի նրան հետզհետե վստահում էին ավելի բարձր ու պատասխանատու պաշտոններ։ Կարճ ժամանակ անց նա դարձավ վաշտի հրամանատար, հետո գլխավորեց գումարտակ, ապա նշանակվեց գնդի շտաբի պետի օգնական, իսկ այնուհետև ստանձնեց Բաքվում տեղակայված հակաօդային պաշտպանական կետի շտաբի բաժնի պետի պաշտոնը։ 1938 թվականի հոկտեմբերին 32-ամյա Համազասպ Բաբաջանյանին գործուղեցին Լենինգրադի ռազմական օկրուգ, որտեղ նա նշանակվեց գնդացրային գնդի հրամանատարի օգնականի պաշտոնին։ 39-ին սկսվեց ֆիննական պատերազմը, որը լուրջ փորձակար էր դառնալու Կարմիր բանակի համար։ Խորհրդային զորքերի տարերային հարձակումը առաջին իսկ օրերից դատապարտված էր անհաջողության, քանի որ Կարմիր բանակայինների քանակական գերակշռությանը հանրահայտ ֆին գեներալ Մաներգեյմը հակադրեց խելամիտ պաշտպանական ռազմավարություն։ Անձամբ Համազասպ Բաբաջանյանը ֆինական պատերազմից մեծ դասեր քաղեց, որոնք նրան պետք եղան մեծ հայրենականի օրերին։ Միայն խիզախությամբ եւ մարտական գոռում-գոչյուններով երբեք հնարավոր չէ շահել ոչ պատերազմը, ոչ էլ նույնիսկ աննշան մարդ։ Ռազմական գործը իրավի բարդագույն արվեստ է, որին պետք է մոտենալ ստեղծագործաբար եւ խելամտորեն։ Համարձակությունն ու խիզախությունն այդ արվեստում լոկ լրացնող եւ օժանդակող գործոններ են։ 4 часа утра германские войска напали на нашу страну, атаковали наши границы во многих местах. 1941-ի հունիսի 22-ին եղավ այն, ինչից սոսկում էին խորհրդային իշխանությունները, եւ սակայն ինչը կանխարգելելու համար ձեռք չէին առել ոչ մի գործնական միջոց։ Ֆաշիստական Գերմանիան առանց պատերազմ հայտարարելու հարձակում էր գործել Սովետ միության վրա։ Գերմանական 3 բանակային խմբավորումներ հուժկու հարվածով ճեղքեցին խորհրդային երկրի սահմանը Բալտիկից մինչև Սևծով եւ բառացիորեն սրբելով ամեն ինչ ճանապարհին, սկսեցին շարժվել Մոսկվայի, Լենինգրադի եւ Կիևի ուղղություններով։ Բարբարոսա կոչվող օպերացիան ծրագրված էր Բլիցկրիգի, այսինքն կայծակնային պատերազմի տեսության բոլոր օրենքներով եւ միտված էր առավելագույնը 1-2 ամսում ծնկի բերել հսկայական երկիրը։
Սովետական ժողովուրդը շոկի եւ հուսահատության մեջ էր, իսկ ապուշ կտրած իշխանությունները կանգնած էին անլուծելի թվացող մի խնդրի առջև. ինչպես կանխել աղետը եւ փրկել իրավիճակը։ Հայրենական պատերազմը Բաբաջանյանը դիմավորեց մայորի կոչումով։ Նրան գործուղեցին խորհրդային հայտնի զորահրամանատար Իվան Կոնևի գլխավորած 19-րդ բանակ շտաբային աշխատանքի, սակայն կրակոտ ու անհանգիստ Բաբաջանյանը չկարողացավ համակերպել շտաբային սպայի կարգավիճակին եւ շատ չանցած անձամբ դիմեց Կոնևին իրեն ճակատ թողնելու խնդրանքով։ Կոնևը մերժեց, բայց համազասպն այնքան համառ էր, որ գեներալն ի վերջո տեղի տվեց եւ նշանակեց նրան 127-րդ հրաձգային դիվիզիայի 395-րդ գնդի հրամանատարի թափուր մնացած պաշտոնում։ Դա եղավ 1941 թվականի հուլիսին, երբ գերմանական բլիցկրիգը հասել էր իր բարձրակետին։ Բաբաջանյանը ողջավորության թևերի վրա էր։ Վերջապես նրան հնարավորություն էր ընձեռվել ոչ թե շտաբային ռադիոկապից տեղեկանալ մարտական գործողությունների ընթացքին, այլ անձամբ իր մասնակցությունը բերել դրանց։ Համազասպը լի էր վճռականությամբ, ապացուցելու, որ ճակատ գործուղվելու իր ձգտումը անտեղի չէր։ Եվ շուտով նրա համար ընձեռվեց պատեհարիթ։ 41-ի սեպտեմբերին Կարմիր բանակի շտաբը ծրագրեց պատերազմի ընթացքում իր թերևս առաջին խոշոր հարձակողական գործողությունը։ Ելնա քաղաքի ազատագրման համար ձևավորվեց բավականին հզոր մի զորախումբ, որին ժամանակավորապես կցվեց նաև Բաբաջանյանի հրաձգային գունդը։ Գնդի խնդիրն էր հրետանային նախապատրաստական ռմբահարումից հետո ճակատային գրոհով դուրս շպրտել գերմանացիներին մահվան բարձրում կոչվող դիրքերից եւ ամրապնդվելով այնտեղ կրակի տակ առնել քաղաքներ կաշված հակառակորդին։ Բաբաջանյանի գլխավորած 395-րդ գունդը գերազանց կատարեց իր առջև դրված խնդիրը։ Սեպտեմբերի 8-ին Ելնյան ազատագրվեց եւ ինչպես հետո հիշում էր ինքը Բաբաջանյանը, դա խորհրդային զորքերի առաջին լուրջ հաղթանակն էր, որը ստիպեց թե Կարմիր բանակայիններին եւ թե գերմանացիներին պսակազերծել Վերմախտի անպարտելիության առասպելը։ Այդ հաղթանակի շնորհիվ 4 դիվիզիաների առաջին անգամ 41 թվին այդ նահանջի ժամանակ տրվում է գվարդիականի կոչման։ Նորից եմ կրկնում, որ առաջին հիմնական դերը այդ բանում կատարեց նրանց դիվիզիան 127-րդ հրաձգային դիվիզիան։ 1970-ին մեծ հայրենականում տարած հաղթանակի 25-ամյակի կապակցությամբ Ելնայի բնակիչները ի երախտիկ իրենց քաղաքի ազատագրման ընթացքում ցուցաբերած անձնազոհության համազասպ Խաչատուրի Բաբաջանյանին պարգևատրելու էին Ելնայի պատվավոր քաղաքացու կոչումով։ Դա լինելու էր 3 տասնամյակ անց միայն, իսկ այն օրերին պատերազմը դեռ գտնվում էր իր կիզակետում եւ Բաղձալի հաղթանակը դեռևս շատ հեռու էր։ 1941 թվականի սեպտեմբերի 18-ին Պաշտպանության շողկոմի հրամանով 127-րդ դիվիզիան, որի կազմի մեջ էր մտնում Բաբաջանյանի գունդը, ցուցաբերած արիության համար ստացավ գվարդիականի պատվավոր կոչումը եւ վերակազմավորվեց 2-րդ գվարդիական դիվիզիայի։ Նոր անուն ստացած այդ դիվիզիան արդեն սեպտեմբերի վերջին եւ հոկտեմբերին ծանր մարտեր մղեց գերմանացի գեներալ ֆելդմարշալ Գուդերյանի տանկային բանակի դեմ Յամպոլ, Գլուխով, Պուտիվլ, Կոնոտոպ, Բախմաչ քաղաքների մերձակայքում եւ Կլևեն գետի ափերին։ Այնուհետև այն մասնակցեց Օրիոլ եւ Կուրսկ քաղաքների պաշտպանությանը, եւ չնայած որ այդ քաղաքները աշնանվերջում ընկան թշնամու ձեռքը, այնուհանդերձ դրանց պաշտպանող զորամիավորումները, այդ թվում եւ Բաբաջանյանի գունդը, ցուցաբերեցին սխրանքի եւ անձնազոհության աներևակայելի օրինակներ։ Հատկապես նրա ռազմական ունակությունները դրսևորվում են, երբ թշնամին հարձակման է անցնում Մոսկվայի ուղղությամբ Սմոլենսկի տակ մղվող մարտերում, այստեղ նա իրոք իր ռազմական հմտությունները ցույց է տալիս, որ նկատում է մարշալ Տիմոշենկոն եւ առաջարկում նրան նույնպես ընդառաջել, առաջ քաշել։ Դրանից անմիջապես հետո նա մասնակցում է Ենայի ազատագրմանը, Արիոլի պաշտպանության գործին, դրանից անմիջապես հետո 1941-42 թվականի ռազմական գործողության ընթացքում մենք նկատում ենք արդեն Բաբաջանյանի ներողություն, մենք տեսնում ենք հարավային եւ հարավ-արևմտյան ռազմաճակատի գործողությունների ակտիվ իբրև մասնակցի։ 1942-ին նկատի առնելով համազասպ Բաբաջանյանի խիզախությունը
հոշտվածությունն ու մարտի քրիտիկական պահերին անսխալ կողմնորոշվելու ունակությունը հրամանատարությունը առաջարկեց նրան ընդգրկվել զրահատանկային զորքերի կազմում։ Զրահատանկային ուժերը գրագետ սպաների մեծ կարիք ունեին, քանի որ Խորհրդային Միությունը թիկունքում կազմակերպել էր տանկերի մեծ խմբաքանակների արտադրություն, իսկ դրանց սպասարկող անձնակազմի քանակը բանակում խիստ սահմանափակ էր։ 1942-ի օգոստոսին ավարտելով Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայի արագացված կուրսերը, Բաբաջանյանը նշանակվեց առաջին տանկային բանակի մեխանիզացված բրիգադի հրամանատարի պաշտոնում։ Հասնելով իրեն վստահված զորամաս, նա իսկույն իր մոտ կանչեց տեխնիկական մասով փոխհրամանատարին եւ խնդրեց նրան ամեն օր 5 ժամից ոչ պակաս աշխատել իր հետ, բացատրելով թե ինչպես է կառուցված եւ աշխատում տանկը։ Նոր հրամանատարի հայտնությունը զարմացրեց տանկիստներին։ Նրանք տարակուսում էին, թե հետևակայինից հապշտապ տանկիստի վերապատրաստված Կովկասցին ինչպես պիտի ղեկավարի ոչ ավել ոչ պակաս տանկային բրիգադի պես խոշոր զորամիավորումը։ Սակայն շատ շուտով Համազած Բաբաջանյանը ստիպեց բոլորին խոնարհվել իր ընդունակությունների առջև եւ վառացիորեն դարձավ իր գլխավորած զորամասի սիրտն ու հոգին։ Նրա խիզախությունը սահման չէր ճանաչում եւ այդ ապացուցվեց արդեն Կուրսկի մատույցներում կայացած տանկային ճակատամարտում։ Հենց այս ճակատամարտից էլ սկիզբ առավ Բաբաջանյան տանկիստի հաղթական փառահեղուղին։ Սկսած 42-ի ամռանից ընդհուպ մինչև պատերազմի ավարտը, Բաբաջանյանի գլխավորած տանկային զորամիավորումները ցուցաբերեցին արիության եւ սխրագործության այնպիսի օրինակներ, որ ստիպեցին իրենց մասին խոսել բովանդակ կարմիր բանակին։ Բավական է նշել, որ Համազասպ Բաբաջանյանի անունը հիշատակվում էր Յոսիֆ Ստալինի կողմից բանակին եւ ժողովրդին հղված 15 ուղերձներում, կապված հայազգի գնդապետի նվաճած հաղթանակների հետ։ Բաբաջանյանի գլխավորած զորամիավորումը իր մասնակցությունը բերեց տասնյակ խոշոր օպերացիաների եւ ամենուրայն հայտնվում էր հարվածի սայրին։ Այսպես մեծ հրճակ ստացած այդ գվարդիական 20-րդ բրիգադը վճռորոշ դեր ունեցավ Պրոսկուրովսկո-Չեռնովիցկյան օպերացիայի ելքը վճռելիս։ 1944 թվականի մարտի 22-ից 24-ը այդ բրիգադը առաջին ուկրաինական ճակատի որոշ զորամիավորումների հետ հուշկու հարվածով ճեղքեց ճակատն ու ազատագրեց Աչափնյա Ուկրաինայի Տրեմբովլ, Կոպիչինցի, Չերտկով եւ Զալեշչիկի քաղաքները։ Այդ օպերացիան փայլուն իրականացնելու համար գերագույն հրամանատար Յոսիֆ Ստալինի հանձնարարականով գնդապետ Համազասպ Բաբաջանյանի գվարդիական բրիգադին շնորհվել էր Զալեշչինսկի կոչվելու պատիվը։ Նրա զինվորներին հայտնվել էր շնորհակալություն եւ նրանց պատվին Մոսկվայում մարտի 24-ին կազմակերպվել էր հրավառություն 224 հրանոթներից արձակած 20 համազարկով։ Բաբաջանի ղեկավարությամբ անմիջական մասնակցությամբ տեղի ունենում նաև Չեռնովիցի այդ հայտնի օպերացիան, որտեղ նա իրեն փայլուն է դրսևորում եւ ապա Տրիպոլիի շրջանի հաղթական ճակատամարտից հետո նա իրականացնում է Դեսնայի հաջող անցումը, որի համար էլ ստանում է Խորհրդային Միության հերոսի կոչում 1944 թվականի ապրիլի 26-ին։ 1944 թվականի օգոստոսին Բաբաջանյանը նշանակվեց առաջին տանկային բանակի 11-րդ կորպուսի հրամանատար։ Այդ կորպուսը ներգրավվեց Սանդամիրյան օպերացիայի իրականացմանը, որպես գլխավոր հարվածային բռունցք։ Սանդամիրի ազատագրման ընթացքում Բաբաջանյանը ծանր վիրավորվեց կրծքից, սակայն ընդամենը 20 օր ապաքինվելուց հետո նա դարձյալ վերադարձավ մարտական շարք եւ առաջնորդեց իր զորամիավորումը նոր հաղթանակների։ 1944 թվականի աշնանից մինչև 45-ի գարունը Բաբաջանյանի 11-րդ կորպուսը մարտերով կտրեց անցավ Արևելյան Եվրոպայի հարյուրավոր կիլոմետրեր եւ իր մասնակցությունը բերեց մի շարք խոշոր օպերացիաների, որոնցից առավել նշանակալից էին Վիսլո Օդերյանն ու Արևելա Պոմերանյանը։ Այդ գործողությունների արդյունքում Բաբաջանյանի փառավոր տանկիստները ազատագրեցին տասնյակ խոշոր քաղաքներ՝ Լովիչը, Հենեզենը, Պոզնանը, Շիֆելբայնը, Լաբեսը, Գդինյան, Կեպենիկը եւ շատ ուրիշներ, որոնց գրավումը ամեն անգամ հիշատակվում էր Ստալինի ուղերձներում, իսկ Մոսկվան արձագանքում էր հրավառության համազարկերով։ Սակայն գնդապետ Բաբաջանյանը կարծես չէր գոհանում ոչինչով։ Ոչ մի առանձին վերցրած հաղթանակ նրա աչքերում չէր ստանում արժանի կարևորություն, քանի առջևում դեռևս անառիկ էր մնում թշնամու գլխավոր ու վերջին գործը՝ Բերլինը։ Բան է լինում, խորհրդակցություն։ Ժուկովի
համահարզը դուրս է գալիս, հանգիստ դիտում է հավաքվածներին։ Միակ պոլկովնիկը, միակ, որ կար, ամենացածր կոչում ունեցող Բաբաջանյանն է, որտեղ գեներալներն են։ Նայում է, հետո որ տեսնում է Բաբաջանյանին, ասում է, «Ձեր Ժուկովը հրավիրում է իր մոտ»։ Ժուկովը գիտի Բաբաջանյանի հերոսությունների մասին իր մոտն է եղել, կանչում է եւ ասում է. «Ինչպես կգերագնահատի զորավարը, ռազմատաշտում մահանալ, թե տեղաշորում»։ Մեր թակավորներից մեկին այդ հարց տալիս են, չէ՞, ինքն է պատասխանում։ Ասում է, ինչ խոսք ռազմաճակատում, ասում է, ես ուրիշ պատասխան ցեզնից չէի սպասում։ Ուրեմն փառքը Բեռլինում մտնելու տալիս են ձեր կորպուսին։ Հենց դուք պետք է առաջինը մտնեք Բեռլին քաղաքը։ Կարելի էր միայն ենթադրել, թե ինչ ոգևորություն ապրեց Համազասպ Բաբաջանյանը, երբ նրան ի թիվս ուրիշ զորահրամանատարների վստահվեց Բեռլինյան օպերացիային մասնակցելու իրավունքը։ Ըստ Ժուկովի մշակած պլանի, 11-րդ տանկային կորպուսը պիտի գրավեր Զեյելի բարձունքները եւ այնտեղից արագացված մարշով ուղղություն բռներ դեպի Բեռլին։ Բաբաջանյանը գիտակցում էր, որ Ժուկովի ծրագիրը չափազանց խոցելի է, քանի որ առանց թշնամու դիրքերի պատշաճ ու երկարատև հրետակոծության ու ռմբահարության աննպատակահարմար էր զորքը նետել ճակատային մարտի։ Հարկավոր էր ժամանակ նաև տարածքը հետախուզելու եւ ականազերծելու համար։ Ոչինչ արված չէր ըստ պատշաճի։ Իսկ գերագույնը Ստալինը շտապեցնում էր հարձակման հրամաններով։ Բաբաջանյանի եւ շատ ուրիշ սպաների տեսակետի մասին պաշտոնապես խոսվելու էր հետո, տարիներ անց միայն, երբ ամենատարրական հաշվարկները ցույց էին տալու, որ Բեռլինյան օպերացիան պատշաճ կերպով կազմակերպելու դեպքում կարելի էր խուսափել առնվազն 50,000 զոհերի կորստից։ Սակայն այդ օրերին հրամանները, ինչպես ասում են, չէին քննարկում, այլ միայն կատարում էին։ Խորհրդային 8-րդ գվարդիական եւ 5-րդ հարվածային բանակները կանգ էին առել Բեռլինը բարձր պարիսպի պես շրջապատող Զեյելի բարձունքների ստորոտին եւ ոչ մի կերպ չէին կարողանում հաղթահարել վերևում դիրքավորված գերմանացիների պատնեշը։ Բաբաջանյանի տանկային կորպուսը հուշկու հարվածով գրավեց այդ բարձունքներն ու անցավ դրանց հետևում հոսող Շպրեե գետը։ Առջևում Մյունխենբերգն էր, հարվարձանային մի քաղաք, որի յուրաքանչյուր փողոցում ու խաչմերուկում տեղադրված էին հակատանկային թնդանոթներ, ականներ եւ դիրքավորված էին նաեւ մեծ թվով գերմանական տանկեր։ Մյունխենբերգի հետևում ձգվում էր ականապատված դժվար անցանելի անտառը, որից էլ քիչ այն կողմ գործին էին տալիս Բեռլինի շինությունները։ Գիտակցելով իր գործողության ամբողջ ռիսկայնությունը, Բաբաջանյանը այնուհանդերձ հարձակումը շարունակելու հրաման արձակեց եւ ինքը առաջինը շարժվեց առաջ։ Արյունալի մարտերը շարունակվեցին ամբողջ օրը եւ ապրիլի 29-ի երեկոյան Բաբաջանյանի գլխավորած կորպուսի 27-րդ եւ 44-րդ բրիգադները վերջապես դուրս եկան Բեռլինի շրջանակի մեջ առնող ավտոմայրուրի։ Անմիջապես նոր հրաման հետևեց՝ գրոհել Պոտսդամյան երկաթուղային կայարանն ու այնուհետև շարժվել կայսերական կանցելարիայի ուղղությամբ։ Փողոցային մարտեր, ահա ինչից էր ամենաշատը զգուշանում Բաբաջանյանը։ Տանկերը, որը սկզբունքորեն նախատեսված են բաց ու ընդարձակ տարածքներում մարտեր վարելու համար, չափազանց խոցելի են քաղաքային նեղ փողոցներում, ուր ամեն մի նրբանցքից կամ շենքի պատուհանից կարելի է հեշտությամբ պայթեցնել դանդաղ շարժվող այդ մեքենաները։ Գնդապետը գիտեր, որ հազիվ թե իր կորպուսից մի քանի մեքենա անվնաս հասնի Ռայխս կանցելարիայի շենքին։ Այն ժամ Բաբաջանյանը կայացրեց բոլորի համար անսպասելու հանդուկն մի վճիռ։ Առաջ շարժել իր կորպուսը ոչ միայն փողոցներով, այլև գետնի տակով։ Բաբաջանյանական տանկերը մետրոյի կայարաններով մտան գնացների համար նախատեսված ստորգետնյա թունելներ ու անխոչնդոտ շարժվեցին դեպի քաղաքի կենտրոն։ Նման նախադեպ տանկային մարտերի պատմության մեջ դեռևս չէր եղել։ Շնորհիվ այս հանճարեղ գաղափարի արդեն ապրիլի 30-ի լույս գիշերը հակառակորդի դիրքերի թիկունքում հայտնված 11-րդ կորպուսի տանկերը կրակի տակ էին առել Ռայխս կանցելարիայի շենքը։ Հենց այդ ժամանակ էլ, զգալով, որ վերջն անխուսափելի է, Ռայխս կանցելարիայի բունկերում ապաստանած Հիտլերն ու Գեբելսը դիմեցին ինքնասպանության, իսկ բունկերից փախուստի փորձ կատարած Մարտին Բորմանը գնդակահարվեց կարմիր բանակայինների կողմից։ Հաշված օրեր անց Բեռլինյան օպերացիայի ընթացքում ցուցաբերած արիության եւ հնարամտության համար գվարդիայի գնդապետ Համազասպ Խաչատուրի Բաբաջանյանը արժանացավ գեներալի կոչման։
Խորհրդային բանակում դա հազվադեպ իրողություն էր 39-ամյա երիտասարդ զինվորականի համար, ինչը վկայում էր, որ նրա մատուցած ծառայությունը հայրենիքին անգնահատելի էր։ Մարշալը շատ համարձակ, արի, խիզախ մարդ էր, հայրենասեր, սովետական միության մարշալ Ժուկովը անգամ բնութագրել է նրա խիզախությունը դրվագում, ասում է, որ ես շատ եմ հավանում եւ ընդունում Բաբաջանյանին, նրա խիզախությունն ու համարձակությունը։ Պատերազմի ավարտից հետո Համազազբ Բաբաջանյանը շարունակեց ծառայությունը խորհրդային բանակում, եւ նրա առաջխաղացումը ծառայական աստիճանով անխափան ընթացավ ընդհուպ մինչև կյանքի վերջը։ 1948-ին նա ավարտեց Գենշտաբի ռազմական ակադեմիան, ինչից հետո զբաղեցրեց զինվորական պատասխանատու տարբեր պաշտոններ խորհրդային բանակում։ 1950-ին նա նշանակվեց Մերձկարպաթյան ռազմական օկրուգի հրամանատարի առաջին տեղակալ, իսկ 59-ից մինչև 67 թվականը ստանձնեց Օդեսայի ռազմական օկրուգի հրամանատարությունը։ 1967 թվականին խորհրդային իշխանությունները Համազազբ Խաչատուրի Բաբաջանյանին շնորհեցին զրահատանկային ուժերի մարշալի կոչում եւ նշանակեցին նրան զրահատանկային զորքերի ռազմական ակադեմիայի պետի պաշտոնում։ Սովետ միությունն այդ տարիներին մեծ ուշադրություն էր հատկացնում տանկային պատերազմների ռազմավարության տեսության զարգացմանը։ Ուստի այդ զորատեսակի ապագան վստահված էր մի մարդու, ով տիրապետում էր ոլորտին առավել քան որևիցե այլ մեկը։ Բաբաջանյանը ոչ միայն պրակտիկ կյանքումն էլ այդքան ուժեղ, Բաբաջանյան տեսության հարցերում նույնպես հսկայական նշանակություն, հսկայական դեր խաղաց։ Տեսության հարցերում առանձին զորապետներ ունեցել են տարբեր կարծիքներ։ Մի մասը գտել է, որ վճռական դեր հաղթանակ տանելու մեջ նավատորմն է։ Մի մասը գտել է, որ ավիացիան է։ Մյուս մասը գտել է, որ մոտո զորամասերն տանկային եւ այլն։ Բաբաջանյան ուսումնասիրելով այդ բոլոր տեսությունները եկել է միակ ճիշտ տեսության, որ ռազմաճակատում հաղթանակ ապահովում են այդ բոլոր զորամասերի փոխգործությունն է։ Սովետ միության զրահատանկային զորքերը բառացիորեն սարսափ էին ներշնչում ողջ աշխարհին ու հատկապես Եվրոպային։ 80,000-անոց տանկային արմադային ընդամենը 2 օր կվավեր Լամանշի ափերին հասնելու համար։ Դրա ապացույցը եղավ Չեխոսլովակիայում ցակած անհնազանդության ճնշումը։ Ընդամենը մի քանի ժամերի ընթացքում մարշալ Բաբաջանյանի գլխավորած տանկային բանակները ռազմական բեռնատար ինքնաթիռների օժանդակությամբ դեսանտավորվեցին արևելաեվրոպական այդ երկրում եւ արագորեն ճնշեցին արդեն ահռելի թափառած Պրագայի ապստամբությունը։ 1969-ին Համազազբ Բաբաջանյանը հանձնարարավ խորհրդային բանակի զրահատանկային զորքերի հրամանատարությունը եւ 6 տարի անց արժանացավ իր գլխավորած զորատեսակի համար սահմանված ամենաբարձր զինվորական աստիճանին՝ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալի կոչման։ Համազազբ Խաչատուրի Բաբաջանյանը խորհրդային միության տանկային զրահատանկային զորքերի գլխավոր մարշալի կոչումը ստացավ 1975 թվականին, սակայն նրան այդ կոչման ներկայացրել են 1968 թվականին, բայց ուշացումով 75 թվականին ստացավ այդ կոչումը։ Բաբաջանյանը պատերազմից հետո միայն գնդապետից հասավ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալի կոչման։ Ամբողջ Եվրոպայում դա առաջացրեց զարմանք, բայց ելնելով նրա անցած ճանապարհից նրանք համոզվեցին, որ միանգամայն ճիշտ եղել։ Այդ կոչումներն շուտ պետք է ստանալ։ Իր բովանդակ փառահեղ կարիերայի ընթացքում արժանանալով բոլոր հնարավոր ու անհնարին կոչումներին, պաշտոններին եւ պարգևներին, Համազազբ Բաբաջանյանը սակայն չհրաժարվեց իր բնավորության ամենաարժեքավոր գծերից՝ համեստությունից եւ շիտակությունից։ Նրա ցուցաբերած ծայրահեղ համեստության օրինակները պարզապես ցնցում էին մարդկանց, իսկ նրա անթակույց ուղղամտության մասին շրջում էին լեգենդներ։ Ժուկովը չեմ որ պետությունից էր գալի, Ժուկովին հանում են աշխատանքից հանում են, դեր բանը օթումը նրան գործից հանել էին։ Հետո նա գալիս են միշտի ժամանակ, որ պերերի վելեն Ժուկովը դուրս է գալի, որ տորը մանգա, որ մատիկը պատմում էր, որ ուրեմն գնացել է ինքը թևն ընկել, սկսել հետը քայլելի։ Մարշալը կասի Համազազբ Խաչատուրովիչ, դու ինձանի հեռացրել եք, քեկ նեղացնեն,
ասել է ինչ վախենամ, ինչ հեռացան, ինչ ուզում եմ իմ բայևոյ ինքերը դու ես միջև մահ գրես մնամ ենք իրար հետ ենք։ Այնքան իրար հարգում էին, սիրում էին, դե դա ուժը ինքն էր պատվել հորեղբորս աղջկանն էլի։ Հետագայում իր գործերը լավ չեղավ։ Ոչինչ եւ ոչ ոք չէր կարող խանգարել Բաբաջանյանին, ցուցադրաբար ընդգծել իր մտերմությունը Մարշալ Ժուկովի հետ, կամ էլ բացեիբաց արտահայտել իր դժգոհությունը պաշտպանության նախարարի պաշտոնում անարժանորեն նշանակված մարշալ Ուստինովի անձի հասցեին։ Բոլորը գիտեին, որ Բաբաջանյանը ի տարբերություն բանակի վերին էշելոններում պաշտոններ զբաղեցրած մեծաթիվ քծնողների իր դիրքը վաստակել էր արյունով ու ազնիվ ծառայությամբ եւ տանել չէր կարողանում երկերեսանությունն ու հարմարվողականությունը։ Այդ ամենը, ըստ նրա խորին համոզման, հակասում էր սպայական եւ պարզապես տղամարդկային արժանապատվության նորմերին։ Առաջի անգամ ես Որմատիկ Բաբաջանյանը հանդիպել եմ 1956 թվականին, երբ ես սովորում էի Չարդախլովի միջնակարգ դպրոցում 10-րդ դասարանում, հորեղբայրս հրավիրել էր Բաքու քաղաք։ Քանի որ ես գյուղում էի ապրում, ասում էր բանակ էր գնալու, թող մի քիչ քաղաք էր շփվեմ։ Որ գնաց ուժը Բաքու, ուժը հետի հունվարի 2-ներ թե 3, 56 թվականին։ Ջրերը սառել էին, Որմատիկ Մարշալ ուզում էր իրեսը լվանա, բայց ջուր չկար, սառած էր։ Հորեղբորս կինը մի մալոշնիկում ջուրը լքցրավ եւ ասեց, նա բան արելի համազի երեսը ջուրն ածալ թող ինքը լվացվի։ Ես որ գնացի ջուրը տարա, ինքը Մարշալի բանը ներողություն եմ վար գեներալ էր, գեներալի շինել է կեցին էր, դերա ինքը կեցից հանեց իմ ուսներին կցեց։ Ինքը իմանում էր, որ այդ թվին ես գնալու եմ բանակ, ասում էր տղա ջան, լավ կլինեմ, քուվերեն եմ կցում, որ դու բանակից հետ դառնալիս դու էլ մարշալ ես։ Բաբաջանյանը հայրենասեր էր մինչև ուղնուցուցը եւ հիվանդագին աստիճանի նախանձախնդիր հայ ժողովրդի շահերը մեծ ու փոքր ատյաններում պաշտպանելու գործում։ Ըստ էության, նրա համար անընդունելի էր ինտերնացիոնալիզմի քարոզվող գաղափարը որպես այդպիսին։ Եթե այն գոնե մասնակիորեն բացառում էր ազգային գաղափարախոսության ապրելու իրավունքը սովետներում։ Նա մեծագույն ակնածանքով էր վերաբերվում իր հայկական արմատներին եւ ամենուր ու ամեն առիթով չէր խորշում ապարտանալ, որ ինքը զտարյուն ու պահպանողական հայ է եւ այդպիսին պիտի լինեն նրա զավակները։ Համազած Բաբաջանյանի մոլեգին հայրենասիրությունը չէր կարող իր հետ քչթողնել նրա քաղաքական կողմնորոշումների վրա։ Նա հարում էր Խորհրդային Միության հայազգի բարձրադիր պաշտոնյաների այն զանգվածին, որը թաքուն կամ բացահայտ երազում էր Խորհրդային Հայաստանի տարածքների ընդլայնման եւ հայկական դատի արդար լուծման մասին։ Դեռևս 45-46 թվականներին, երբ խորհրդային իշխանությունները գաղտնի պլանավորում էին Արևմտյան Հայաստանի նվաճման եւ սովետներին բռնակցման ծրագիրը, Բաբաջանյանը համակված էր աննկարագրելի ոգևորությամբ, գուցե նաեւ հույս ունենալով, որ հենց իրեն է վստահվելու տանկային զորացիաները առաջնորդելու պատիվը։ Հետագայում, երբ Չերչիլի եւ Էյզենհաուերի ճնշման ներքո Ստալինը հրաժարվեց այդ ծրագրից, Բաբաջանյանը ապրեց մեծ հիասթափություն ու բազմաթիվ առիթներով պնդում էր, որ իշխանությունները ընկրկեցին ու գործեցին մեծ սխալ։ Թուրքերն անխոս քաջատեղյակ էին հայազգի գեներալի որդեգրած բացահայտ թշնամանքին, ուստի նրանց դժգոհությանն ու ատելությանը չափ չկար, երբ 1959 թվականին Թուրքիայի ծովային տարածքին սահմանակից Օդեսայի ռազմական օկրուգի հրամանատար նշանակվեց հենց Համազած Բաբաջանյանը, Սև գեներալը, ինչպես նրան կոչում էին Թուրքիայում։ Որմատիկ Կասիգինը գնացել էր Թուրքիա։ Թուրքիա որպես ինչ-որ դոգորնի հաստատեն SSR-ի հետ։ Գնում են Թուրքիայում այդ դոգորը չետ հաստատում։ Ասում են, որ միջև որ չորնի գեներալի Օդեսայի վայնի օկրուգի չանեք, մենք ձեզ ոչ մի դոգորելա, ուրեմն չենք կապելու։ Ինչպես լսում էինք, ավելի ճիշտ հորեղբորս աղջիկներ ասում, հենց այդտեղից հրաման ընտալի Որմատիկին կոմանդուշչի Օդեսկի վայնի օկրուգից հանում են։ Գիտենք, որ Լիբանանում մեր հայերից սփյուռքահայ շատ կա, վնասում էր նրանց անվտանգությունն էր խաթարվում։ Մարշալ Բաբաջանյանը դիմում է Բրեժնևին, պաշտպանության նախարար Գրեչկոին, որպեսզի օգնության ձեռք մեկնի մեր հայրենակիցներին, դե պարզ է այդ ժամանակ կստանար մերժում,
Նա այդպես իր ռիսկով իր համարձակությամբ ցանկացած հայի, ցանկացած մեր հայրենակցի համար կարող էր համարձակորեն դիմել եւ առանց վախենալու պահանջել, որպեսզի ձեռք մեկնի։ Գործի բերումով չընդհատվող ուղևորություններն ու գործուղումները օգնեցնում էին Համազած Բաբաջանյանին, ինչպես կօգնեցնեին ասակ առնող ցանկացած մարդու։ Սակայն խորհրդային մեծ երկրում կար մի վայր, մի փոքրիկ անկյուն, որ նա երբեք չէր օգնում այցելել եւ այդ անում էր ամեն անգամ սրտի թրթիռով ու սպասումով։ Այդ վայրը նրա հարազատ գյուղն էր, Չարդախլուն։ Միայն այստեղ էին Բաբաջանյանի հոգին ու մարմինը գտնում բաղձալի հանգիստը։ Այստեղ էր նա փախչում ունայն իրականությունից դեպի իր մանկության հիրաների եզերքը։ Ես աշխատում էի Չարդախլի գյուղական սովետի գործադիր կոմիտեի քարտուղար երկար տարիներ։ Մեջև փախուստը գործադիր կոմիտեի քարտուղար եմ աշխատել եւ գյուղսովետի գործադիր կոմիտեի նախագահ։ Հաճախակ լինում էր դեռ կռվից հետ ասենք 60-ական թվականներին ինքը ներկայանում էր գյուղը։ Նա գյուղացիներին շատ էր սիրում։ Իր ընկերներին, իր համագյուղացիներին, իր բացի մեր գյուղացի, այն հարևան գյուղացի, նրանց էլ է շատ հարգում, սիրում։ Ամեն անգամ երբ գալիս էր Բաբաջանյան գյուղ, նրան սիրով էին ընդունում, բոլորը հարգում, բոլորը հյուրասիրում էին նրան եւ ամբողջ գյուղը հավաքվում էր մեր գյուղամեջում մեծ տեղ ունեինք, ժողովուրդ այդտեղ ամեն տեղից գալիս էին, նկարահանումներ էին անում։ Այսպես ուրեմն Բաբաջանյանին մենք ընդունում էինք սիրով, հարգանքով։ Նա շատ հայրենասեր էր, իրեն համար հայրենիքը դա սրբություն էր, նա օգնում էր ցանկացած Չարդախլվեցու, ցանկացած հայի եւ հայրս միշտ ասում էր, վերջին անգամ ասեց հայրս, որ ես եղել եմ Մոսկվայում, ասի Համազ այդպես էր դիմում, որ քո ռիսկը, քո համարձակությունը կարող է վտանգի քո կյանքը, կարծես այդպես էլ եղավ։ 1977 թվականի նոյեմբերի 1-ին Սովետ միության հեռուստատեսության եթերից հնչեց մի հայտարարություն, ըստ որի նույն օրը Մոսկվայում հանկարծամահ է եղել Խորհրդային միության հերոս, Խորհրդային միության զրահատանկային զորքերի հրամանատար, Խորհրդային միության զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազած Խաչատուրի Բաբաջանյանը։ Նրա վախճանի հանգամանքների կապակցությամբ այլևս ոչ մի հստակ պարզաբանում չեղավ։ Ըստ երևույթին, ինչ որ գաղտնի ուժեր արել էին ամեն ինչ, իրական պատճառներն ու հանգամանքները թաքցնելու համար։ 1977 թվականի հոկտեմբերին, երբ մարշալը հանգստանալուց է լինում Կիսլավոսկի առողջարաններից մեկում, դա պատմում է հորս հարազատներից մեկը, որը ապրում էր Կիսլավոսկում, նորից մարշալին այցելության էր գնում հաճախակի, նա պատմում էր, թե ինչպես էր մարշալը իրեն այնտեղ լավ զգում եւ հանկարծ Մոսկվայից գալիս են բարձրաստիճան գեներալներ, հանդիպում են մարշալին, ինչ որ ճաշկերույթ է տեղի ունենում, դրանից հետո մարշալը առողջվածային մահում մահանում է։ Միակ մարդը, ով մեծ կասկածանքով վերաբերվեց պաշտոնական դատաբժշկական եզրակացությանը, մարշալ Բաբաջանյանի որդին էր, եւս զինվորական, ով սակայն որոշ ժամանակահատված անց խորհրդային հատուկ ծառայությունների կողմից կալանավորվեց եւ հետո ազատ արձակվեց հոգեխանգարման ծանր նոպաներից տառապելով։ Նա շուտով վախճանվեց, իր հետ գերեզման տանելով հոր եւ իր առողջվածային մահվան հանգամանքները։ 1985 թվականի սեպտեմբերին, ես հիշում եմ, այդ ժամանակ ես աշխատում էի Չարդախլույում որպես կուսակցական կազմակերպության քարտուղար, Հայաստանից ազգային անվտանգության ծառայության 2 աշխատող եկել էին գյուղ մի պատմության առիթով Երևանում մարշալ Բաբաջանյանի Հարսին եւ թորնուհուն Վիկտոր Բաբաջանյանի կնոջն եւ աղջկանը սպանել էին, այդ պատմության առիթով եկել էին եւ դրանից հետո նորից լսելով, որ Վիկտոր Բաբաջանյանին հոգեբուժարան են նետում եւ այդպես առ այսօր հայտնի չէ, թե ում հետքերն, ինչ պատճառով նրանք մահացան, թե ինչու այդ ընտանիքը այդպես կործանվեց։
Տվյալ գործով KGB-ի արխիվները մինչև օրս գաղտնազերծված չեն, եւ սակայն կարելի է վստահաբար նշել, որ հայազգի Քաջարի մարշալը այնուամենայնիվ զոհ էր դարձել կրեմլյան հերթական դավադրության, որոնցով այնքան առատ էր խորհրդային բռնատիրության շրջանը։ Այսօր արդեն անհնար է ստույգ իմանալ, թե որն էր Բաբաջանյանի սպանության իրական պատճառը, բայց ակնհայտ է մի բան, որ ռուսական զենքի փառքը կերտողներից մեկին նրանով բեկում մտցրեց տանկային պատերազմների ռազմավարության մեջ եւ հարյուրավոր դիմար մարտերում փառքի պսակով օծեց իր անունը։ Ստորաբար կյանքից հեռացրեցին յուրայինները, հեռացրեցին հարված հասցնելով թիկունքից, անկարող լինելով նրա շիտակությանը պատասխան տալ այլ կերպ։ Ինձ թվում է կգա ժամանակը, ճշմարտությունը կբացահայտվի, որովհետև ժամանակն է ճշմարտության սպեղանին, ոչ մի բան թաքնված չի մնա եւ կարող է հետագայում անպայման կհետաքրքրի մարդկանց, որոնք այդ գործի հետևից կգնան եւ կբացահայտեն պատմական ճշմարտությունը։ Սակայն պատմությունը մեկ հարցում եւս անողոք վարվեց մարշալ Համազաս Բաբաջանյանի հետ։ Նրա մահվանից մեկ տասնամյակ անց Չարդախլու գյուղը, որի արժանավոր զավակները, մարշալներն ու գեներալները կրում էին սովետական հաղթանակները եվրոպական մարտադաշտերում, թափում էին իրենց արյունը Բերլիններն ու Քյոնիգսբերգները ազատագրելու համար, ահա նրանց օրանը նույն խորհրդային երկրի ղեկավարության ամոթալի վճռով բաժին հանվեց ազերիներին։ Այդպես Մոսկվան հատուցեց իր Չարդախլուեցի հանճարեղ զորավարների մատուցած անգնահատելի ծառայությունների դիմաց։